Ձեռքով ողջունում է հավաքված լրագրողներին Նիկոլ Փաշինյանը ու մտնում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենք նոր լաբորատորիայի բացմանը մասնակցելու։ Դրսում մնում են լրագրողներն ու անվտանգության աշխատակիցները։ Տևական ժամանակ է, որ պետությունը շատ մեծ ծավալի ներդրումներ է անում։ Ֆիզիկայի ֆակուլտետում բացվող $500,000 լաբորատորիայի շուրջ չէ մեծ հետաքրքրությունը։ Լրագրողներին հետաքրքրում է Facebook-ում անկաշկանդ հայհոյող Հայաստանի վարչապետը, ինչ ասելիք ունի ուսանողներին, ինչպես է մեկնաբանում իր պետության ղեկավարին անհարիր խոսույթը։ Որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Կարճ է կապում ԿԳՄՍ նախարարն ու շտապում միջոցառման։ Փաշինյան եկեղեցի սրված հակամարտության մասին հարցերից խուսափում է նաև աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը, որը ԵՊՀ ռեկտորն է։ Ես իմ աստվածաբան չեմ այստեղ, ես որպես ԵՊՀ ռեկտոր եմ, շնորհակալություն բոլորից։ Թանկարժեք լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանն է շտապում նաև աստվածաբան պատմական գիտությունների դոկտոր դոցենտ Հովհաննիսյանը։ Լրագրողների մուտքը արգելում են վարչապետի թիկնապահները, տեղեկացնում են, որ հետո միջոցառումից լուսանկարներ կտարածվեն։ Փաշինյան ուսանողներ հանդիպում է սկսվում համալսարանի կենտրոնական մասնաշենքում, ակտիվ ուսանողներն են մասնակցում հարց ու պատասխանին, այդպիսի տեղեկություն ունի ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահը։ Ինչպես տեղեկացանք, շատ այսպես խիստ մոտեցմամբ ցուցակագրվել է եւ ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն։ Աբաջյանը զարմանում է, գրեհիկ լեքսիկոնը առօրյա խոսելաձև դարձրած Փաշինյանը ինչ է անում համալսարանում արդեն 3 ժամ։ Խոսույթը, որը ձևավորվել է նաեւ հանրային դաշտում, ես օրինակ շատ զարմացած եմ դրանից հետո այցելել համալսարան, հանդիպել ու խոսել օրինակ կրթությունից արժեքներից, ինձ մոտ օրինակ դիզոնանս է առաջանում, ինչպես կարելի է ունենալ նման հանրային խոսույթ եւ այցելել համալսարան, խոսել ինչի մասին, խոսել կրթության մասին, արժեքների մասին եւ հաջորդ քայլով արժեզրկել ու որակազրկել այդ ամենը։ Ավարտվում է հանդիպումը, դուրս է գալիս վարչապետը համալսարանի շենքից, ձեռքով հրաժեշտ տալիս լրագրողներին ու հեռանում։ Պարոն Փաշինյան, ձեզ հարցեր ունենք։ Նախարարից ու ռեկտորից հետաքրքրվում են լրագրողները, թե վերջին օրերին Փաշինյանի գրառումների եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին։ Վարչապետին հարցեր ուղղել են ուսանողները։ Ես կարծում եմ, բոլոր հարցերի իրենց պատասխանները ժամանակին կստանան, այն որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում ավելի քան ակնհայտ է, ու եթե դուք այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որտեղ խնդիրները ակնհայտ են։ Ես այլևս որևէ հարցի կներեք, որտեղ որ պետք է մասնակցություն ես իրոք շտապում եմ։ Չեն շտապում Փաշինյանին հանդիպած ուսանողները, ապագա քաղաքագետ Արգիշտի Վիրաբյանը հանդիպումից գոհ է, թեև ասում է, որ իրեն հարց տալու հերթ այդպես էլ չի հասել։ Բոլորին հնարավորություն ձեռնեց հարցեր տալու։ Ես հարց չեմ տվել ճիշտ ասած, որովհետև չհասցրեցի ժամանակային առումով շատ սողեր։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը լեգիտիմորեն ճանաչված է, դրա մասն էր ներկայացվում, լեգիտիմորեն ճանաչված դասը 29743 քառակուսի կիլոմետր։ Շատ օգտակար հանդիպում է ստացվել, ասում է ուսանողը։ Փաշինյանը Արգիշտիին հիշեցրել է, որ չկա պատմական հայրենիք, կա իրական հայրենիք։ Ողջ ընթացքում ես ուզում եմ հրամցնել այն գաղափարը, որ պետք է անցյալում թողնել հայրենիք եւ կենտրոնանալ այս 29000 տարածքի վրա, ինչ իմ կարծիքով այնքան էլ ընդունելի չէր, որովհետեւ չգիտեմ, էլի շատ վատ գաղափար է։ Առհասարակ ներկա հանդիպելով նաև երկու նախկին նախագահների հետ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ուղղակի սարձորի տարբերություններ այդ երկու հանդիպումները, որտեղ միտեղ մենք քննարկում ենք հայրենիքը փրկելու ուղիները, իսկ այստեղ քննարկում ենք հայրենիքը կորցնելու ուղիները։ Գրառումն արձագանք չի եղել, թեկուզ եւ իր լեգիտիմության վերաբերվող կոնկրետ պատասխաններ չի եղել, այսինքն մշտական ձևի էլի պատասխանից լղոզված պատասխաններ էր հնչում, ոչ մի բան։ Աննա Գյունազարյան, Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։